Ազատի զինվորական կացարանի 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը դատարանում հրաժարվում է հարցերի պատասխանել։ Հրաժարվում եմ բոլոր հարցերի պատասխանել սպանել։ Զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Աղեկյանի այս խոսքից հետո իրավիճակը նիստերի դահլիճում լարվում է։ Զոհված զինծառայողների հարազատներին բարկացնում է լռելու նրա որոշումը։ Այս ամեն ինչը հարգանք է գործավյալ տղեկի ու մեր հանդեպ, որտու էդի չցուցավի մնացած բանը քանության հանդեպ։ Թող ով ոնց ուզում է, այդպես գնա, ով ինչ Բանակային աննախադեպ ողբերգությունից 3 տարի անց դեռ շատ հարցերի պատասխաններ մութ են մնում այս մարդկանց համար։ 15 զոհերից մեկի Արամ Մանուկյանի պապը դատարանից պահանջում է հարցաքննության կանչել նաև Զորամասի հրամանատարական կազմի մյուս անդամներին։ Հրապիկ Հակոբյանը, շտաբի պետը, Շիրազ Խաչատրյանը, կորպուսի հրամանատարը, Սարգիս Մազբանյանը և Արգար Գևորգյանը։ Այս բոլորը պետք է քանստեղ ու տան իրանց սպարիչ պատասխանները։ Նենք իչքան արդեն լավ։ Զոհված տղաների հարազատների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը փոխգնդապետ Աղեկյանին հիշեցնում է, կալանավորված ժամանակ դատարանին խնդրել էր փոխել իր խաբման միջոցը։ Վստահեցրել, որ ազատության մեջ կանի ամեն ինչ, որ գործը շուտ բացահայտվի։ Հիմա որոշել է լռել։ Հասարակությունը այսօր դեռ խոսքին է սպասում, որտեղ զինված ուժերի համենայնդեպս այդ պատասխանատու սուբյեկտի, որ դուք կարողանայիք հանրությանը ձեր խոսքով, ձեր ցուցմունքով, դժողների մոտ, հանրության մոտ, պաշտպանական կողմի մոտ, մեխանիկային մեղադրողների մոտ առաջացած հարցերին այդ սպառիչ պատասխանել։ Փոշմանում է փոխգնդապետը, հայտարարում է, որ կպատասխանի միայն տուժածների եւ նրանց փաստաբանի հարցերին։ Պատմում է, թե ինչ է տեսել ողբերգության վայրում դեպքից առաջ եւ հետո։ Ես մինակ Ղազարյան Տիգրանն եմ դե հարցրել, ասել եմ ինչ այլ է, ինքն անց եթե պատասխանել վա Երիշն ուզեցել է փեջը վարի դες բռնվել, հա։ Ես զարմացել եմ դեպ թե վարանը ինչ գործ ունի։ Զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պնդմամբ, երբ վերջին անգամ գնացել է կացարան, ներսում դրված վարարան չի տեսել։ Ասում է էլեկտրական տաքացուցիչով է ջեռուցվել ինժեներասակրավորների կացարանը։ Եթե ես փայտից վարան տեսնեի, պարոն Նորիկյան, կամ թույլ տված լինեի վարել, սա անմիջապես միջոցներ կձեռնայի, ոչ մի տողեի դեպ պետից վարարան վարեն, այդ բերեի կասեի եկեք ածուխի, փեջը դրեք ածուխ վարեն, որովհետև Զորամասը ապահոված է ածուխով, ոչ թե վարվելա փայտով։ Դատական հաջորդ նիստը մարտի 11-ին է։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան և Հենրիկ Համազասպյան, Հայլուր։